Բարև ձեզ հարազատներս, այսօր ուզում եմ խոսել մի քիչ խաղաղության մասին, որը երջանկության բաղադրող տոմսի մեջ է մտնում։ Շատ կարևոր է մարդու խաղաղ լինի, որ երջանիկ լինի։ Մի քիչ հարուստների աղքատների մասին կխոսեմ, մի քիչ իմ նիհարելու մասին կխոսեմ, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Այսօր ինձ արդեն նիհար զգում եմ, դեռ 66 կիլո եմ, ընդամենը 4 կիլո եմ նիհարել, բայց մի շաբաթ առաջ 66.7 էի կշերքի վրա, հիմա այսօր 66.4 եմ, բայց ոնց որ անցած շաբաթվանից 2-3 կիլո նիհարած եմ հայելու մեջ, տարբերություն է տալիս։ Արդեն ասել եմ, որ դա ինչ առողջարար է նորմալ քաշ ունենալը, ես դեռ նորմալին հասնելու համար մի 4 կիլո էլ պիտի նիհարեմ։ Ու ինչ առողջարար է, ինչ ինքնավստահություն է տալիս, շատ կարևոր է։ Ինչ ինձ օգնեց, դա բուսաբանական այգի գալը ժամուկես, ամեն առավոտ ժամուկես, քայլել արագ, մարզվել, 14 ժամ օրվա մեջ ոչինչ չուտել, 6-ից մինչև 10 աշխատում էի ոչ մի բան չուտել, 6-ից մինչև 11, 12-ը տարբեր օրեր ինչքան հնարավոր է, հեղուկներ կարող ես խմել, ոչ քաղցր, թեյ ջուր, բայց ուտելիք չլինի։ Շատ առողջարար է ու հետն էլ օգնում է նիհարելու, հետն էլ հացը հանեցի, լրիվ ալուրից պատրաստած ուտելիքները, միայն ուտում էի հաց, երբ որ գնում ենք դրսում մաքուր օդի, ասենք միջոցառումների ժամանակ։ Դա օգնեց նիհարելու, ասեցի, որ շատ ինքնավստահություն է տալիս մի ուրիշ տեսակի։ Հարուստների աղքատների մասին ինչ եմ ուզում ասեմ, մի օլիգարխ կար, Մարոզով Կուցեև հիմա էլ կա, իրան 10-15 տարի առաջ հարցազրույց էր, կարող է ավելի շատ, 15 տարի ամենակիչը, որ իրեն հարցրեցին, դուք ոնց եք զգում ձեր հարստության մեջ, ինչ եք զգում, հաղորդավարն էր հարցնում ու ասեց դե ես ձեզանից սենց առանձնապես շատ չեմ տարբերվում, առավոտը վեր ենք կենում նույն կոշիկ ենք հագնում երկուսս էլ, կոստյում ենք հագնում, նոթբուք ենք վերցնում, նույնիսկ չի որ ես այդ հարստությունը ինչ որ ուրիշ ձև զգում եմ։ Հաղորդավարը սկսեց իհարկե, որ վայ, բայց ձեր կոշիկը այս գնին ա, իմս այս գնին ա եւ այլն, բայց ես այն կարևոր միտքը դա էր, որ իրոք հարստից այդքան էլ չենք տարբերվում, ժողովուրդ ջան, մենք մեկա շոր ենք հագնում, ուտելիք մի փոր հաց ենք ուտում, ոնց ասում են, նոթբուք ենք վերցնում, դե մեր երկիրը չի հասել նոթբուքների կարևորությանը, որ նոթբուք գնեն ու զարգանան, ինչը շատ կարևոր է, այսը հանելու են, ուրիշ բաներ ա լինելու, մենք էլ նոթբուքները չհասցրեցինք օգտագործենք։ Ուզում եմ ասեմ, այդ հարստությունը նես չի, որ դու ինչ-որ հատուկ դա զգում ես, այդ օրհնություն է, մեկին տված է այդ օրհնությունը, քեզ ուրիշ օրհնություն է տված, պիտի կարողանաս դա օգտագործես ու կարծում եմ դա տված է ուրիշներին օգնելու համար, ու չես իմանա ում օգնելու համար էր քեզ այդ հարստությունը տված, հետաքրքիր բան է, որ անգամ այս տեսահոլովակներից, որ նկարահանում եմ, ինձ թվում է սա կարող է ինչ-որ մի մարդ լինի, որ ես մի բառ ասեմ, ինքը այդ բառը մտնի իրոք մեջը ու գնա ինքը այդպես մի 60 տարի հետո ելույթ ունենամ ու ասեց ամեն ինչին հասա, որովհետև տենց մի հատ Լիլիթ կար, սենց մի բան ասեց, դա համոզված եմ դրանում, որ ինչ-որ միտեղ օգտակար պիտի լինի, ես ինչ անում ենք։ Խաղաղություն է պետք, թե հարուստին, թե աղքատին խաղաղություն է պետք, երջանկություն է պետք ու դրանք փողի հետ կապված չեն, ժողովուրդ ջան, դա որ սկսեք քննել, ձեզ ինչն է երջանք, ասում տեսնալու եք, որ դա փողի հետ կապված չի, դուք այդ ամեն ինչը կարող եք առանց գումարի էլ անել։ Այդ խաղաղությունն է ու խաղաղությունը որտեղից է գալիս լեզուն կառավարելուց, լեզվից է գալիս խաղաղությունը, նես չի որ խաղաղությունը մեկին տված է, որ այս մարդը խաղաղ է, շրջապատը խաղաղ է պահում, այն մյուսը ոչ, լեզուն է կառավարում, մարդը տարիքի հետ սկսում է լեզուն կառավարել, ոչ բոլորն են մեր երկրում տարիքի հետ հասկանում, որ լեզուն կառավարել է։ Անընդհատ չարություն են խոսում, մեծ լինի, փոքր լինի, բժիշկ լինի, մայրապետ լինի, անընդհատ չար բաներից են խոսում։ Լեզվակռիվա կամ ես մեկին մյուսին պատմում այս սենց ասեցինք, հենց ասեցի, սենց չոտկեցինք, հենց չոտկեցել մյուսն ասում է չակուճը կվերցներ գլխին մեխեիր, ու ուզում են երջանիկ լինեն, երջանիկ դες չես լինի, ոնց որ սենց մի հատ կրակ լինի ներսումդ, վարվում է, որ անդադ ուզես բենզին լցես, բենզին, հետո ոնց դու երջանք անաս, դες չի լինում, երջանկությունը դրա հետ կապ չունի, խաղաղ պիտի լինես, որ երջանիկ լինես։ Ունես չի, որ ես այս ամեն ինչը հասկանում էի ամբողջ կյանքս ու հիմա զարմանում եմ, որ դուք չեք, դա աճ է, ես ինձ որ փոքր ժամանակվա ինձ տնազ են անում բարեկամներս, Շահումյանում, տատիկիս մոտ էի լինում,
նոր է խոսել սովորում, ես մի տարեկան էի, տարուկես էի, չգիտեմ ինչքա, 8 ամսեկանից եմ խոսել սովորել ու որ քերակինս դուրս էր գալիս տնից, տատիկիս ասում է, դե տատիկիս գյուղի մամայի ասում, գյուղի մամա եկ վինուշանանակ ենգյա տանենք, արի բամբասենք վինուշայցեր, ու դե նոր էի խոսալ սովորել, բայց արդեն գիտեի, որ քերակինս դուրս է եկել, պիտի իրանից բամբասենք արդեն, ու տենց, բայց տարիք է, աճում ես, ու այս աճը շփման մեջ է, ես էլ շատ կարևոր որ իմանաք, որ մարդիկ կան, որ չեն շփվում ընդհանրապես, ոչ մեկի հետ չեն շփվում, միջև չտանես, այն մեկի հետ չնստացնես, ինքը չի շփվելու, չի կարա գնա, այն մեկը ինքնուրույն շփումը շատ կարևոր է, այդ առանձին դրա մասին տեսահոլովակ կնկարանեմ, ինչ առողջարար է, ինչ հորմոններ են արտադրվում, ոնց է մարդ աճում, մարդ չի կարա աճի առանց շփման, մեկը մյուսի հետ շփման, հեռուստացույցը, գիրքը չի այդպես չի աճեցնում, ինչքան մարդը մյուսի հետ շփվի հետ, հոգին է աճում, միտքդ է աճում, լեզուդ ես կառավարում, այդ շատ կարևոր է շփումը, բայց շփումն էլ պիտի արդեն այդ աճես, շփման մեջ էլ աճես, հագին տեսահոլովակներ կան շփում, ոնց անես, որ ճիշտ շփվես եւ այլն։ Շատ կարևոր է, վերջերս երեք մի կնոջ հետ էի զրուցում, որ 5 տղա ունի, 5 տղա, ասենց օրհնություն, ու այս օրհնությունը մեր երկրում է, ասի ձեր գլխից դե 120 տարի որ ապրելու ենք, մի բանով պիտի զբաղվեմ, գուցե եւ դրանով շատ հետաքրքիր օրհնություններ կան, ու շատ կարևոր է որ դա մեր երկրում է, իրենց այդ ցոփքերը մեծել են անգնում մեր վրա, ոնց ասում շողկը մեր վրա էլ է անգնում, շատ կարևոր է որ հասնենք մեր օրհնություններին, արժանի լինենք այդ օրհնությունները, ձեռք բերենք, վայելենք, ընդունենք այդ օրհնությունները, ոչ թե ձեռք բերենք, դա մեզ տրվում է վերևից։ Փառք Տիրոջը, լավ որ բոլորիդ, մեծ հույսերով կհանդիպենք նորից։